Միամտություն կլինի ենթադրելը, թե կատարվողը հերթական անհավասարակշիռ պոռթկում է, ոչ նորմատիվ վարք կամ երկրի տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ֆիասկոից ուշադրությունը շեղելու քայլ։ Փաստերի պարզ համադրումից ակնհայտ է դառնում, թե եկեղեցու նկատմամբ արշավը որքան համակայել է թշնամական երկրի հոգևոր եւ քաղաքական առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությանը, Էջմիածնի պատմական ակունքները կասկածի տակ դնող անբարո հայտարարություններին եւ Հայաստանի պարտված իշխանություններին ամենօրյա ռեժիմով պահանջներ պարտադրելուն։ Նույնքան էլ ակնհայտ է, որ վարչախմբի Արցախի հարցը փակված համարելուն, գերիների նկատմամբ անտարբերության, Բաքվում ընթացող դատավարությունների շուրջ քար լռության, իրական եւ պատմական Հայաստանների մասին ապազգային հայտարարությունների ֆոնին Ինչ հոգեխանգարմունք պիտի առաջացներ միջազգային հարթակներում արցախայության իրավունքների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության, հայ գերիների վերաբերյալ եկեղեցու եւ քաղաքական ընդդիմադիր շրջանակների դիսկուրսը։ Հակադրությունն ավելի քան ակնհայտ է եւ նույնքան էլ նվաստացնող, բայց սա դեռ բոլորը չէ։ Այսպես կոչված հետհեղափոխական էյֆորիան եւ սպասումները զրոյացել են։ Փաշինյանի եւ թիմի խոստումներն ու հայտարարությունները սուտ էին եւ պոպուլիստական։ Իսկ քաղաքական մեծամասնության ակտիվում կառավարման 7 տարիների աղետալի հետագիծն է ցեղասպանության ենթարկված Արցախով եւ անհաղթահարելի անվտանգային մարտահրավերներով։ Դուք նաեւ գիտեք, որ համատարած կոլապսի, խորացող հուսահատության, ներազգային պառակտվածության եւ հեղինակությունների կորստի ֆոնին հայ առաքելական եկեղեցին շարունակում է լինել ամենաբարձր վստահություն ունեցող ազգային ինստիտուտը։